Երկու համարներն է տարել են։ Մենակ դեմին է տարել։ Chevrolet-ա, չէ, Chevrolet Volt։ Կա 14-ի։ Էսի նոր-նորքի բաժնի տարածքն է, չէ։ Նոր-նորքի։ Նոր-նորքի ցույց է, գա։ Համարները խեք տարի ասա։ Շուտի վրա եղել, որ ժամանակ չմ։ Հա։ Բրոձից տանը։ Համաներս էլ հետ են տարել։ Համարների հետ է տարել։ Ֆարշի, հա։ Բավշի դավիթով կա։ Ասես շիթի բաներն է սրանք։ Սա վոլտերով է եկել տվել ես։ Հա, սա ցկել ես տվել էտել են արել դաժե։ Սա քանդել են։ Երիցա բանկան չես։ Հա, աղունից մերից։ Աղունն եմ զանգել, ասում է վայ մամա ջան, էդ ի՞նչ թանկ է քո ավտոն։ Այս է տայմա։ Հա, դա գիտերի սեր։ Պարկինգ հավեսի համար ստացել։ Դեկտեմբերի 10-ն է, Երևան, Նոր-Նորք վարչական շրջան, Բագրևանդ 16 շենքի վճարովի ավտոկայանատեղիում քաղաքացին ինչպես միշտ իր Chevrolet Volt մագնիշի ավտոմեքենան կայանել է այսօր առավոտյան ժամը 07:30 08:00-ի սահմաններում իջել է որպեսի գնա իր առօրյա գործերով անակնկալի է եկել, տեսել է, որ Chevrolet Volt-ը թալանված։ Անհայտ անձը կամ անձիկ, կամ ինչպես արդեն ժողովուրդն է ասում, ստահակը կամ ստահակները գողացել են ավտոմեքենայի վրայից։ Ինչն էին տարել շիթը։ Շիթը, աբիցովկա, ֆարերը, պատվառնիկները։ Հա, ինչի պատճառով էլ ավտոյի սեփականատիրոջը պատճառվել է մոտ 1.500.000 դրամ վնաս։ Դեպքի մասին արդեն տեղեկացվել են ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր-Նորքի բաժնից, ովքեր ժամանել են, այս պահին սպասում են, որպեսզի ժամանի քննչական խումբը, փորձաքրյագետը գողացել են նաև շիթի վրա տեղադրված համարանիշը, թե համարը խեն տարե, երևի այն հայտնի սերիալի նման, որ ասում է Կարլեն իշն ասում է բռնեմ ու մտցնեմ, հիմա որ ասում է Նոր-Նորքի ոստիկաններ, սա հերթական գողության դեպքն է ձեր վարչական տարածքում, գոնե այս անգամ հույս ունենանք, որ ոչ միայն կհայտնաբերվեն հանցագործը կամ հանցագործները, այլ նաև կհայտնաբերվի գողունը, բայց որ արդեն վճարովի ավտոկայանատեղիում են իրենց անպարտելի զգում գողերը և թալանում են քաղաքացու ավտոմեքենան, դա արդեն այդտեղ նաև իրենց մեղավորությունը ունեն իրավապահները, թեպետ եղել են դեպքեր, որ ոստիկանները հայտնաբերել են գողերին, հայտնաբերել են գողունը, նյութեր են կազմել, ուղարկել են տարածքային քննչական բաժիններ և հանցագործին ներկայացրել են քննիչին, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան և մեր որոշ վայ դատավորներ հանցագործին ու կամ հանցագործներին ազատ են արձակել դատարանի դահլիճից։ Չի բացառում, որ այս դեպքն էլ նման ավարտ ունենա, չի բացառում, որ գողություն անողը նույնպես նախկինում գողություններ արած լինի։
Մարդը եկել է, դուռը բացել է, նկատել է կապոտը բացած է։ Իջել է որ փակի, անակնկալի է եկել։ Մարդու համարը ճշտել եմ ապրել կամերայի